Սանկտ Պետերբուրգում արվել է փոքր քայլ, ընդգծելով դա ես ասում եմ շատ փոքր քայլ, բայց ճիշտ ուղղությամբ։ Այն ուղղությունը, որ մենք տեսնում ենք, դա դիտորդների թվի ավելացումն է։ Ինչպես հայտնի է, հիմա 6 դիտորդ կա։ Պետք է ավելացվի թիվը, բայց անորոշ է, թե ինչ մեխանիզմներ են գործելու ավելացնելու հետ կապված, ինչքանով է ավելացվելու, ֆինանսավորումը ինչպես է լինելու։ Այսինքն մի ընդհանուր մի փոքրիկ քայլ է արվել ճիշտ ուղղությամբ, պետք է սպասել եւ հույս ունենալ, որ քայլերը այս ուղղությամբ ավելի հստակ կլինեն եւ կշարունակվեն։ Մյուս կողմից իհարկե չպետք է մոռանալ, որ մենք գործ ունենք Ադրբեջանի նման երկրի հետ, նրա նախագահի հետ, Ալիևի հետ, որ անկանխատեսելի են եւ նույնիսկ ես կասեի անկանխատեսելի այն առումով, որ ամեն կերպ աշխատում են խաղաղ գործընթացը վիժեցնել եւ շատ դժվար է ակնկալել հույս ունենալ, որ Ալիևը չի շարունակի, Ադրբեջանը չի շարունակի իր քաղաքականությունը, որի նպատակն է վիժեցնել խաղաղ գործընթացը։ Տեսանք եւ երեկվա ուրեմն Սանկտ Պետերբուրգյան հանդիպման ընթացքում, երբ ոչ մի արձագանք չեղավ, եւ մենք վերջին տարիներին սա արդեն տեսել ենք, արձանագրել ենք, քննադատել ենք, տվել ենք մեր բացասական, խիստ բացասական գնահատականը, բայց փաստը մնում է փաստ, որ Մինսկի խմբի համանախագահները ամեն կերպ խուսափում են գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից բազմաթիվ խախտումներին, լինի դա սահմանի վրա պրովոկացիաների կազմակերպում, լինի ագրեսիա լայնածավալ, ինչպես ապրիլին եղավ, կամ լինի լայնածավալ զինավարժություններ, ինչպես հիմա եղան։ Սա փաստ է։ Բազմաթիվ անգամներ դա նշվել է, նույնիսկ պաշտոնական մակարդակով Հայաստանի կողմից, բայց սա փաստ է, սա մոտեցում է, որ որդեգրել են Մինսկի խմբի համանախագահները։ Ես կարծում եմ կարելի է արձանագրել, որ որոշակի դիվանագիտական առումով մենք կարողացանք անվտանգությունը ապահովել, գոնե, իսկ բանակցությունները պետք է շարունակել եւ շարունակել համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Ժպիտը իհարկե դիվանագիտության մեջ, այսպես, ինչ ասեմ, կատեգորիա է, դժվար է հասկանալ այդ ժպիտը տվյալ պահին ինչ է նշանակում, ուղղակի իմ մոտեցումը էլի եմ ես կրկնում, որ սա Ադրբեջանը ինչ որ գնաց այս հանդիպմանը, որտեվ հասկացա, որ ռուսները շահագրգռված են, որ նման հանդիպում լինի, որ ցույց տան ռուսները էլի եմ կրկնում, որ ռուսական դիվանագիտությունը ակտիվ է այս կարգավորման բնագավառում եւ դրա համար ինքը գնաց այդ հանդիպմանը եւ ինչ որ մի բան գուցե դրա համար կորզեց ռուսներից։ Դրա համար էլ ինքը ուրախ էր, որ այսպես առանձնապես այնտեղ ոչ մի զիջման չի գնացել ինքը, բայց ինչ որ մի բաներ գուցե ստացել է։